Հունիսի 20-ին առավոտյան ժամը 8-ից 9 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել ներքին հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա Ստամբուլի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պերիս Էքինջին։ Նիկոլ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հայաստանում ԵՄ-դիտորդական առաքելությունը հայտնել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին եւ հետեւել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին։ Առաքելությունը հպարտանում է համայնքի վստահությամբ եւ կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի պաշտպանությանը եւ անվտանգությանը, նշված է առաքելության X-ի միկրոբլոգում։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով Հայաստան-Իրան սահմանային անցակետի մոտից փոքր եւ միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տաքսի ծառայությունները Իրանից Հայաստան ժամանածներից անարդարացի բարձր վճար էին պահանջել։ Պիցատաշիր ՍՊ-ի կողմից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում։ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Պիցատաշիր Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում։ Իրանին ԱՄՆ-ի հարվածի դեպքում Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության երկրները կարող են բախվել ահաբեկչությունների ալիքի, հաղորդել է լոնդոնյան The Telegraph թերթը հղումանելով դիվանագիտական աղբյուրներին։ Պարբերականի տեղեկությունների համաձայն Մեծ Բրիտանիան եւ եվրոպական մյուս պետությունները մտահոգություն են հայտնել Վաշինգտոնին, որ միջամտելով Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը կարող են քնած բջիջների կողմից ահաբեկչական հարձակումների ալիք հրահրել եվրոպական տարածքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին աջակցելու կասկածանքով իրանական Լուրեստան գավառում ձերբակալել է 16 անձի, հաղորդում է TASNIM գործակալությունը։ Ըստ հաղորդագրության ձերբակալված անձինք իրենց գործողություններով համացանցում խուճապ են տարածել եւ փորձել են թուլացնել իրանցի ժողովրդի միասնականությունը։ Գործակալությունը նշում է, որ համացանցում ցանկացած գործողություն, որ միտված է Իսրայելի նպատակների իրագործմանը, նաեւ կեղծ լուրերի ու տեղեկությունների տարածմանը, կարժանանա երկրի իրավապահ մարմինների ուշադրությանը։